Մոտ 10 օր առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում ներկայացրել էր Իմ հզոր համայնք կուսակցության ավականու թեկնածու Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Սուսաննա Մկրտչյանը։ Հանձնաժողովն այսօրվա նիստով միաձայն որոշեց ուժը կորցրած ճանաչել վերջինիս գրանցումը։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել Իմ հզոր համայնք կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավականու անդամի թեկնածու Սուսաննա Հարությունի Մկրտչյանի գրանցումը։ Ով է կողմ? Դեմ, միաձայն։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։ Հանձնաժողովը հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչեց նաև մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորած քաղաքապետի թեկնածու ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի գրանցումը։ Նախորդին է նա ավականու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել։ Ընտրական օրենսգրքի պահանջներով հանձնաժողովը ինքնաբացարկ ներկայացրածների փոխարեն ավականու անդամները գրանցում քաղաքական ուժերի ընտրական ցուցակների հերթական համարներին, պահպանելով գենդերային հավասարությունը։ Այս պարագայում 3 կուսակցությունում այդպիսի եղավ, ուրեմն 14 մանդատից քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14-րդ մանդատը տրամադրեց ոչ թե 14-րդ համարին, այլ 15-րդ կին թեկնածուին, որ 30%-ը ապահովված լինի, նույնը կատարվեց կոմունիստական կուսակցության հետ, 8-րդ համարի փոխարեն մանդատ ստացավ կին թեկնածուն 9-րդ համարը եւ Մայր Հայաստան դաշինքի քանի որ երկու մանդատ ունեին, իրենց 3-րդ համարը նույնպես ստացավ մանդատ, այսինքն այնտեղ իրանց մոտ եղավ 50-50, այսինքն երկու հոգուց մեկը տղամարդ, մեկը կին։ Ինքնաբացարկների հարցի քննարկումից հետո հանձնաժողովն անցավ մանդատների հանձնմանը։ Ընտրությունների արդյունքներով նորընտիր ավականիում ներկայացված 5 քաղաքական ուժերի միջև մանդատները բաշխվել են այսպես։ Քաղաքացիական պայմանագիրը ստանում է 14 մանդատ, կոմունիստական կուսակցությունը 8, մեր քաղաքը դաշինքը 6 մանդատ, Իմ հզոր համայնք կուսակցությունը 3 եւ Մայր Հայաստան դաշինքը 2 մանդատ։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ բոլորն էին ներկա մանդատների հանձնմանը։ Հանձնաժողովը դրանք տրամադրեց լիազոր ներկայացուցիչներին։ Շնորհավորում եմ բոլորին, մաղթում եմ հանձնաժողովի կողմից բեղմնավոր աշխատանք իշա Գյումրի քաղաքի։ Քաղաքական ուժերի ավականու անդամներն իրենց մանդատների վկայագրերը հնարավորություն ունեն ստանալու նաև մինչև ավականու առաջին նիստը։ Նորընտիր ավականին առաջին նիստը կգումարի ապրիլի 16-ին, որտեղ էլ 33 անդամները պետք է ընտրեն քաղաքապետ։ Այս ընթացքում էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել ինքնաբացարկի դիմումներ, բայց առաջին նիստից հետո մանդատից հրաժարվելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կարող։ Առաջին նիստից հետո, եթե ընտրվում է քաղաքապետ, արդեն մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացվում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը կազմում է արձանագրություն, ուղարկում է մեզ, մենք այդ արձանագրության հիման վրա հերթական հաջորդ ամառին տրամադրում ենք մանդատ, ինչպես որ 21 թվականից հետո բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել։ Օրենսդրությամբ սահմանված կարգով նորընտիր ավականու առաջին նիստը վարում է տեղական օրենսդիրի տարիքով ավագը։ Ըստ այդմ նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ Գյումրիի ավականու 9-րդ գումարման առաջին նիստը վարելու է Կոմկուսի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Առաջին նիստի օրակարգում մեկ հարց է լինելու քաղաքապետի ընտրություն։ Նիստը շարունակական է, այսինքն մինչև քաղաքապետ չի ընտրվում։ Առաջինը 17 մանդատ պետք է հավաքի, հետո արդեն պարզ մեծամասնություն է, բայց ոչ պակաս, քան 40%-ը մանդատների ընդհանուր թվի։ Ավականու նորընտիր ուժերից 3-ն ավելի վաղ հայտարարել էին ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին ձայներ տալու մասին։ Ամենաշատ մանդատներ ունեցող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին սպասվում է, որ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։